Փաշինյանը կարող է իրական խաղաղություն բերել Հայաստանին։ Դու էլ եղնես, դու էլ այդ վիճակում ես։ Ես էլ եղնե, ես էլ։ Համի հարտար մակուր մարդ չկա։ Եթե ղեկավարը խապեց ժողովրդին, դա ղեկավար չէ։ Ինքը կաշառակեր չէ։ Ինքը տրիլիոններ չունի։ Սահակյանքս աշխատել է մեծ ավտոնոմս։ Բայց Նիկոլ Փաշինյանի կնիգը աղջիկը 300-400 հազարանոց ավտո են քշում։ Դա ուրդից է փողը։ Փողը ուրդից իրանց։ Թալանջի չէ։ Թալանջի չէ։ Լուբոյ ղեկավարը ով կրի։ Ես մեր բանը թալանջի չէ։ Բասկանյանը։ Թալանջի կա։ Երկու տեսակ։ Ժողովրդին նայում է, քեզի բավարարում է։ Նոր մնացած իրան վերցին։ Իշխոր առաջ եղել են կոմունիստները։ Բոլոր դեպքերում միջազգային հարտակներում ինքը պետք է ամեն անգամ, ամեն օր, ամեն վայրկյան, ամեն րոպե միջազգային հարտակում ներկայացնի հայ ժողովրդին, հայ ժողովրդի պատմությունը եւ նրա նկատմամբ մեր ժողովրդի նկատմամբ ցույց տված միջազգային հանրության անտարբերությունը, միջազգային հանրության գործերը, որոնք կեղծ են, որոնք շինծու են, այդ բաները ինքը շատ քիչ է շեշտում իր ելույթներում, իր միջազգային հարտակում ունեցած ելույթներում բացարձակ ինձ դուր չի գալիս, որտեղ մենք հայ ենք, մեր հայի գենը պետք է պահպանենք մենակ մեր պատմությունով։ Հստակ չի, դեռ բոլորին կանեն խառնել, բոլորը ասածները սուտ է, որ ոչ մեկին էլ չի կարելի հավատալ։ Ես չեմ կրասել։ Ես ոչ մեկին չեմ հավատալ։ Դու խաղաղությունը բերի առանց այդ մարդիկն արդեն իրանց ուզածներ ներեցին, ցախ տերիտորիաներն առան, հիմա իրանք հես մի բանի կարիք չունին։ Իրանց էլ ինչին է պետք պատերազմը Ադրբեջան։ Ինչի բան է պատերազմն է, քանի որ ցախ բանից հետ վերցրել է։ Ղարաբաղից հետ։ Էլ այդ մարդը ուրիշ բան կարիք չունի, մի խաղաղություն սկսեիքը։ Ինչ է դեստիմազ այդ պետք է։ Խաղաղություն բերելը գիտես ինչ ձևի է։ Փոխարինաբար Գերմանիան է սովետական միության հետ դաշինքուներով իր վրա չարձակվեր, բայց հաստակվա։ Սխալ քսեմ։ Դու փոքր եք չգիտեք, բայց մենք շատ բաներ ենք լսել։ Մենք չենք եղել ժամանակ, բայց իմ հերս է պատմել, մյուսներն են պատմել։ Խաղաղությունը պես բան է, որ այսօր երկու խաղաղ եմ եկուտ չէ։